Ավտոմեքենաների գերեզմանադառը։ Դառել է ավտոների գերեզմանոց։ Այս ճամփեն։ Հետիոտի համար ճանապարհ։ Հետիոտը հիմա ստե ոնց անցնի։ Ցուցանակը դրած է այս որտեղ ազգային վիճակագրական ծառայության կոմիտեի Կոտայքի մարզային գործակալության մոտ։ Հիմա ցուցանակը դրած է։ Հետիոտը ոնց անցնի, ասեք իմանանք։ Չհաշված կներեք, այդ գոզահոտն էլ ստեղ է խեղդում։ Հետիոտը ոնց անցնի։ Ավտոների գերեզմանոց է դառը։ Բաժնի աշխատողներ չեն կարում իրանց ավտոները կայանեն։
Ստենայ։ Օգոստոսի 8-ն է, գտնվում են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի այն վայրում, որտեղ տեսնում եք ավտոմեքենաների գերեզմանոց կարելի ասել եւ ոչ միայն գերեզմանոց, այլ նաեւ աղբավայր, որը գտնվում է ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի բաժնի եւ Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի տարածքում կամ հարևանությամբ։ Այստեղ նույնպես տիրում է հակասանիտարական, անգամ որոշ հատվածներում գարշահոտ վիճակ։ Ու պատճառը ոչ թե ոստիկանության, այլ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված հարյուրավոր քրեական վարույթների շրջանակում բերված տրանսպորտային միջոցներն են, որոնց մի մասը ըստ ինձ հասած տեղեկությունների 10 տարուց ավելի այսպես կայանված են, եթե ոչ ավելի, եւ նշված ավտոմեքենաները մասնակցություն են ունեցել ավտովթարների, վրաերթերի, քրեական հայտնի պատմությունների, ցավոք նաև ողբերգական ելքով ու հիմա այս վիճակն է, ամբողջ ճանապարհը փակած է, կարելի ասել, հիմա անկեղծ այստեղից խնդրանքով դիմում եմ, ինչին նաև վստահ եմ կմիանան հարյուրավոր քաղաքացիներ, Աբովյան քաղաքի հազարավոր նաև դիմում եմ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանին, որպեսզի պարոն Խուդացյան այս հարցում նույնպես դուք հետևողականություն ցուցաբերեք, որովհետև աշտարակի դատարանի դիմաց այդ նույն պատկերը, նույն հակասանիտարական, նույն տհաճ պատկերներ դատարանի դիմաց եւ միայն ձեր միջամտության բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջամտության եւ մի քանի պաշտոնյաների միջամտության արդյունքում այնտեղ 3 արդեն ամբողջությամբ մաքրվել է տարածքը, վերադարձվել է այն հետիոտներին քաղաքացիներին։ Հիմա տեսեք նույն պատկերը Աբովյան քաղաքում է, խնդրում ենք այս հարցը նաև դիմում եմ դե Կոտայքի մարզպետը Արոն Սահակյանը վայր է դրել, հիմա արդեն պատգամավոր է, դրա համար էլ դիմում եմ նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին, որպեսզի այն որ ասում խելքի տան այս տհաճ վիճակը վերացնեն։ Տեսեք ինչի է նման, նույնիսկ ոստիկանության, պարեկային ծառայության քննիչները իրենց մեքենաները, որ ժամանակին այստեղ կայանում էին, հիմա մի կիլոմետր հեռու կայանում են ավտոմեքենաները, ոտքով գալիս են աշխատանքի, անունը դնում են առողջ ապրելակերպը, այստեղ նայեք, ինչքան Աբովյանի տարածքում բազմաթիվ վայրեր կան, որոնք կարող են սարքեն առանձին հատուկ պահպանվող տարածք, տեսեք, այնքան շատ է, չգիտես ինչ պիտի լինի, ամոթ էլ է ասել, որոշ հատվածներում էլ բնակիչները սարքել են
սանհանգույց։ Ավտոմեքենաները լրիվ Աբովյան քաղաքում այնքան բաց տարածքներ կան, մի հատ տարածք հատկացրեք, պարոն Խուդացյան, ոնց որ արեցիք աշտարակում եւ Էջմիածնում, այստեղ էլ վերցեք ձեր հսկողության տակ, վստահ եմ, ձեր մի հատ զանգը հերիք է, որ հաշվի առնեմ, որ այս հարցով զբաղվում է տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդացյանը եւ այս անտանելի վիճակը կվերանա Աբովյան քաղաքի այս հատվածից։ Օրեկան այստեղ այնքան քաղաքացիներ են այցելում ոստիկանություն, անձնագրային ծառայություն, պարեկային ծառայություն, քննչական բաժին, ինչքանով է գեղեցիկ նման վիճակ։ Շատ դեպքերում ասում են հետիոտները պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները, համաձայն եմ, հետիոտը պիտի անցնի հետիոտնային վայրով, հետիոտնի համար նախատեսված վայրով պիտի անցնի, հիմա տեսեք, այստեղ էլ հենա, տեսեք, հեսա, հետիոտնի անցման վայրն է, ցուցանակներ սիրուն տեղադրված է, մի հատ խնդրում եմ պատասխանեք, հետիոտնը ոնց անցնի, երբ որ այս մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաները լրիվ փակել են հետիոտնի անցման վայրը, ոնց է անցնելու հետիոտնը, մի հատ խնդրում եմ ասեք իմանանք, այս խնդրեմ, նայեք, այ, այսա, տեսակ, հիմա հետիոտնը ուզում է անցնի, գործով եկել է Կոտայքի մարզի ազգային վիճակագրական ծառայության Կոտայքի մարզային գործակալության դիմաց, տեղադրված է նաև հետիոտնի համար ցուցանակը, որ քաղաքացին այսպես պիտի անցնի, հիմա սա ցուցանակը, սա էլ ճանապարհը լրիվ փակած, հետիոտը որտեղով անցնի, որ պարեկը վարչական պատասխանատվության չենթարկի քաղաքացու։